Հարգելի հետևորդներ, ողջունում եմ ձեզ օրինաչափի տաղավարում։ Եթերում հարցեր փաստաբանին հավելվածի 17-րդ թողարկումն է։ Այս ձևաչափով անդրադառնում եմ սոցիալական հարթակներում ձեր հնչեցրած հարցերին։ Եվ այսպես։ Հարց առաջին. Ինձ պատկանող հողամասում բացի հիմնական շինությունից կան նաև մի քանի օժանդակ շինություններ, որոնք սեփականության վկայականի հատակագծում ներառված չեն։ Ինչ եղանակով կարող եմ ներառել եւ օրինականացնել դրանք։ Նշեմ, որ հողամասս գտնվում է Գեղարքունիքի մարզում։ Հարկ է նշել, որ 2021 թվականին կատարված օրենսդրական փոփոխություններով արձանագրվել է, որ մինչ այդ կառուցված եւ ինքնակամ հանդիսացող կառույցների, կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների վերաբերյալ տեղեկությունները եւ փաստաթղթերը հաշվառման նպատակով պետք է ներկայացվեին Հ կադաստրի կոմիտե, մասնավորապես մինչև 2021 թվականի հունվարի 1-ը բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքների վարչական սահմաններում կառուցված ինքնակամ կառույցների, կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների դեպքում մինչև 2025 թվականի հունվարի 1-ը։ Իսկ ինչպես վարվել, եթե սահմանված ժամկետում չեք հաշվառել ձեր հողամասում կառուցված ինքնակամ կառույցները։ Եթե բառացի մեջ բերենք գործող օրենքը, ապա դրանք ենթակա չեն օրինականացման եւ պետք է քանդվեն։ Հասկանալի է, որ հաշվի առնելով այդպիսի շինությունների մեծաքանակ լինելը, նաև շատ այլ հանգամանքներ եւ խնդրահարույց հարցեր, հնարավոր չի լինի դրանք ամբողջությամբ եւ որոշակի ժամկետում քանդել։ Եթե ունեք նման ինքնակամ կառույցներ, ապա թերևս լավագույն տարբերակն է սպասել, ակնկալելով, որ օրենքի փոփոխություն տեղի կունենա եւ կփոխվի ինքնակամ կառույցի իրավական կարգավիճակը, որը գուցե հնարավորություն ընձեռի այն հետագայում օրինականացնելու։ Երկրորդ հարցը. Մայրս մահացել է, ես եւ եղբայրս օրինական ժառանգ ենք հանդիսանում։ Ես չեմ ցանկանում ստանալ մորս ժառանգությունը։ Ինչպես պետք է հրաժարվեմ։ Կարող եք դիմել նոտարական գրասենյակ եւ գրավոր հրաժարվել ձեր ժառանգությունից, իսկ ձեր եղբայրը նույն նոտարական գրասենյակում գրավոր ընդունի ժառանգությունը։ Նոտարը սահմանված ժամանակահատվածում ձեր եղբորը կտրամադրի ժառանգության իրավունքի վկայագիր, եթե խոսքն անշարժ գույքի մասին է, ապա ժառանգության իրավունքի վկայագիրը անհրաժեշտ կլինի ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե, որպեսզի գրանցվի միայն ձեր եղբոր սեփականության իրավունքը։ Հաջորդ հարցը. Գյուղի հողամասը պատկանել է տատիկիս եւ պապիկիս։ Տատիկս մահացել է 15 տարի առաջ, պապիկս ավելի վաղ, սակայն նրանց մահից հետո ժառանգություն չի բացվել։ Ինչպես պետք է վերականգնել մեր թոռներիս իրավունքներն այդ հողամասի նկատմամբ, որտեղից սկսել։ Եթե ձեր տատիկի եւ պապիկի առաջին հերթի ժառանգները, այսինքն երեխաները չկան, ապա հակիրճ ասած ժառանգությունը պետք է ընդունվի հետեւյալ քայլերով։ Նախ, անհրաժեշտ է ձեր տատիկի եւ պապիկի սեփականությունը հաստատող փաստաթղթերը ձեռք բերել։ Եթե դրանք չկան կամ չեն պահպանվել, օրինակ սեփականության իրավունքի վկայական եւ այլն, պետք է դիմել նոտարական գրասենյակ, ներկայացնելով փաստեր այն մասին, որ տատիկի եւ պապիկի երեխաները փաստացի տիրապետել կամ կառավարել են ժառանգված գույքը։ Ինչից հետո կրկին նոտարական կարգով արդեն տատիկի եւ պապիկի երեխաների առաջին հերթի ժառանգները, այսինքն թոռները, պետք է ընդունեն ժառանգված գույքերը։ Հաջորդ հարցը. Ես եւ ամուսինս Հայաստանի Հանրապետության քաղաքացի ենք։ Արդեն 11 տարի է ապրում ենք Բելգիայում։ Այս տարի ծնվել է մեր երեխան, որը ձեռք է բերել Բելգիայի քաղաքացիություն։ Արդյոք նա նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, թե անհրաժեշտ է դիմել կառավարությանը, նրան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու խնդրանքով։ Հարգելի հարցատու, տեղեկացնեմ, որ երեխան, ում ծնողները նրա ծնվելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, անկախ ծնվելու վայրից ձեռք են բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Եվ վերջին հարցը. Ընկերոջս հետ հիմնել ենք ընկերություն, որի գործունեության համար ես վարկ եմ վերցրել բանկից։ Ինչ պայմանագիր կարող եմ կնքել ընկերոջս հետ, որպեսզի նա եւս օգնի մարել վարկը։ Կարող եք կնքել պարտքի մասնակի փոխանցման պայմանագիր, եթե բանկը եւս համաձայն է։ Բանկի գրավոր համաձայնությունը պարտադիր է։ Սիրելի հետևորդներ, այսօրվա համար այսքանը, չմոռանաք սեղմել բաժանորդագրության կոճակը օրինաչափի թողարկումները բաց չթողնելու համար
Մի խախտեք օրենքը, բայց եւ իմացեք ձեր իրավունքները։ Կհանդիպենք մեկ շաբաթից ABC Media եթերում։